Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչեւ 75% բացառիկ զեղչով։ Ազգային ժողովը փակ եւ գաղտնի քվեարկության արդյունքում չդադարեցրեց հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Մովսեսի լիազորությունները։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել, իսկ ընդդիմադիրների 28 կողմձայները բավարար չեն եղել, որպեսզի Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցվեն։ Այսպիսով ընդդիմադիրների ներկայացրած նախագիծը մերժվել է։ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու հարցը 3 քննարկվում էր խորհրդարանում։ Ըստ Ազգային ժողովի ընդդիմադիր Հայաստան խմբակցության հիմնավորման Հակոբ Մովսեսը որպես պետական անկախ մարմնի անդամ խախտել է սահմանադրության կետը, որով այս հանձնաժողովի անդամը քաղաքական զսպվածություն պիտի ցուցաբերի, այնինչ հարցազրույցներում Հակոբ Մովսեսը դաշնակցության դեմ է խոսում։ Առաջին լրատվականի հետ զրույցում Հակոբ Մովսեսը դաշնակցական գաղափարախոսությունը մահ կամ ազատություն կարգախոսը վտանգավոր է համարում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ եզրակացությունին ունի Հակոբ Մովսեսը վարքագծի կանոն է խախտում։ Հանձնաժողովի անդամը ինքը համաձայն չէ, ասում է, որպես մտավորական է հանդես գալիս։ Շնորհակալություն, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, Հայաստան խմբակցությունն Ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացրել հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը։ Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 28-ը։ Քվեատուփում առկա էր 28 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել, ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Հակոբ Հակոբյան կողմ 28, դեմ 0։ Շնորհակալություն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նկատառումները թե կա վարքագծային խախտում չկիսեցին ԿՊԱ-ական պատգամավորները։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ իր խոսքում նշեց, որ այս օրակարգն էլ նորից թարս է աշխատում դաշնակցության համար։ Հովհաննիսյանը դիմելով դաշնակցությանը նշեց, ձեր երթումը 004 շրջաբերականն է, որպես քաղաքական միավոր վաղուց խորտակված եք։ Եվ այստեղ է ամենագլխավոր խնդիրը, որ դուք չեք հասկանում, թե ինչա ձեզ հետ տեղի ունենում։ Եվ ամենատարբեր կողմերից իմ գործընկերներն ամենավառ օրինակով բացատրում են ձեր հնացած եւ վտանգավոր մտածողության մասին, բայց դուք մեկը շարունակում եք պնդել ձերը եւ չհասկանալ, թե ինչա ձեր հետ տեղի ունենում քաղաքականապես եւ պատմականորեն։ Եւ զարմանում է պարոն Մինասյանն, ասում է, ո՞նց է ստացվում, որ ձեր մտածողությունը նույնական է ոմանց հետ։ Իհարկե պարոն Մինասյանն այս համատեքստում ի նկատի ունի հեռուստարադիո հանձնաժողովի անդամներին եւ մասնավորապես այս դեպքում պարոն Հակոբյանին, բայց չէ, պարոն Մինասյան, մեր մտածողությունը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության մտածողությունը, պատկերացումները, ձգտումները եւ երազանքները նույնական են այսօր Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծամասնության մտածողության հետ։ Եվ ըստ էության այդ համամասնությունն ու պատկերն արտացոլված է հենց հիմա այստեղ Ազգային ժողովում, մեր ներկայացվածության համամասնության տեսքով, եւ ես վստահ եմ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին այդ համամասնությունը ել ավելի պատկերավոր է լինելու։ Քաղաքացիական պայմանագրի մեկ այլ պատգամավոր Արման Եղոյանն էլ իր հերթին դիմեց դաշնակցությանը։ Հարգելի գործընկերներ, դուք օգտագործում եք իր պաշտոնը որպես թոփ։ Իրեն դուք օգտագործում եք ժողովրդավարության կանոնները ժողովրդավարության դեմ։ Դուք ուզում եք փակեք իր բերանը, օգտագործելով օրենքի տառը, ստեղ է տեղի ունենում։ Դուք չեք ուզում, դուք վիրավորված չեք, դուք զինաթափված եք։ Դրանք տարբեր բաներ են, պարոն Ավետիսյանն ասում է, ես վիրավորված եմ, ոչ, ինքը ձեզ չի վիրավորել, ինքը ձեզ զինաթափել է։ Այդ դա է, որ դուք իրան չեք ներում, եւ ուզում եք իր բերանը փակեք։ Եթե նա չլիներ ՀՌՀ անդամ, եւ եթե դուք լինեիք իշխանություն, դուք իր բերան ուրիշ ձև կփորձեիք փակել։ Բայց քանի որ հիմա ուրիշ ձև չունեք իր բերանը փակել, իր պաշտոնով եք ուզում իր բերանը փակեք։ Այդ աստեղ տեղի ունենում բովանդակային առումով։ Ոչ թե այն, որ դուք ուզում եք պահպանել սահմանադրության այսինչ եւ այնինչ նորմը։ Մարտահրավերը, այո, դուք զգում եք, որ ձեր մոնոպոլիան քաղաքական մտային դաշտում վտանգված է։ Սրա կռիվն է։ Իր հերթին Հակոբ Մովսեսն էլ նշեց, որ չի ընդունում, թե դաշնակցության հասցեին ոտնձգություն է կատարել։ Ընդունում եմ ի գիտություն
եզրակացության դրույթները, չեմ ընդունում, որ ես դաշնակցության հասցեին քաղաքական ոտնձգություն եմ կատարել, ես պատմական ուրեմն անալիզ եմ արել եւ պատմական եզրակացություն եմ հանգել, որի վրա մնում եմ։ Ես հիմա մի գիրք եմ գրում, որտեղ մոտ մի 30-40 էջ նվիրված է մեր 20-րդ դարի սկսած քաղաքական կուսակցությունների, այսպես ասած, ելակետերին։ Եթե չեմ ժամանակ ունեմ, մի բան էլ ասեմ եւ ավարտեմ։ Ես այն կարծիքին եմ, որ երեք կարծեմ ասացի, 12-րդ դարից սկսած մեր ժողովուրդը քաղաքական եւ հասարակական մտածողություն ունեցել է։ Մեր դատաստանագրքերը կարդանք մեր սահմանադրական, այսպես ասած, գաղափարները, Մադրասը հիշենք, Կոստանդնուպոլսի սահմանադրական ժողովը հիշենք։ Ես այն կարծիքին եմ, որ դաշնակցությունը ի հայտ գալով քաղաքական, հասարակագիտական ուղիներ փնտրող մեր ինքնությունը այդտեղ որոնող մեր միտքը դարձրեց պաթետիկ մի բան։ Այսինքն մենք դրանք թողեցինք մի կողմ, ոչ մի անալիզ, ոչ մի վերլուծություն, ոչ մի ադապտացիա, ոչ մի թուրք, ոչ մի ռուս, հուրա գինի լից։ Ես դրա համար անկեղծորեն որպես մտավորական դաշնակցությանը մեղադրում եմ։ Ցանկանում եմ բոլորիս հաջողություններ մեր պետության կայացման գործում, նաև հայ հեղափոխական դաշնակցությանը։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ նշել է, որ հայ հեղափոխական դաշնակցությունը մի շարք օգտագոր գործ է արել, բայց ակամա այս քննարկումը այս խորհրդարանի ամենահետաքրքիր քննարկումներից մեկը կդառնա։ Մենք ձեզ չենք փակելու, չերազեք, մենք ձեզ բացելու ենք, և մենք ձեզ բացել ենք, ու ձեր պրոբլեմը հենց դա է, ձեր պրոբլեմը հենց այն է, որ այդ միտքը բաց հնչել է, Հակոբ Մովսեսը ինչ ասել, միտքը ասել, և դաշնակցության գաղափարական ինկվիզիցիան ծայր է առել մի նոր թափով, ու դաշնակցությունը հիմա եկել է Հայաստան դաշինքը, Եվ խոսում է սահմանադրությունից, փրկում է, ուզում է սահմանադրական կարգը փրկի։ Բայց ես ախր զգում եմ, որ ինչ-որ կեղծ, երեսպաշտ բան կա այս քննարկումների մեջ։ Ազգային ժողովը այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած տեսալուսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 58 պատգամավոր, 26-ը դեմ եւ 1-ը ձեռնպահ։ Ըստ այս նախագծի հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովը լիազորություն է ստանում գնահատելու օտարերկրյա տեսալուսողական ծրագրում հեռարձակվող հաղորդումը միջամտություն է Հայաստանի ներքաղաքական կյանքին, թե ոչ։ Եթե հանձնաժողովը նման օրինակ ունենա, ապա իրավունք կունենա դադարեցնել այդ հաղորդման հեռարձակումը։ Նախագիծը մշակած բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը երեք խորհրդարանի ամբիոնից հայտարարել է սրա կարիքը վաղուց կար եւ սա ամենևին նախընտրական շրջանի համար չէ։ Մեդիա փորձագետները այն քննադատում են համարելով անհամաչափ, ոչ հստակ ու չարդարացված։ Առաջինի տաղավարում զրուցել եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հետ։ Տիկին Դավոյան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, թեև գիտեմ քաղաքացիական պայմանագրում ինչ խառը օրեր են այս երկու օրերը սպասումներով, երեք այս սպասումներով լի օրերը, բայց ժամանակ գտակ եւ եկաք տաղավար եւ սկսենք այս երկու օրերին տեղի ունեցած մեծ քննարկմանը հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Մովսեսի լիազորությունները այնուամենայնիվ չդադարեցին, թեև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր դիտարկումներն ուներ եւ տեսանք թե ինչ մասնակցություն ունեցավ կամ ինչպես լքեցին դահլիճը ԿՊԱ-ականները։ Ձեր գնահատմամբ ի վերջո այն ինչ տեղի ունեցավ այս երկու օրերի ընթացքում հատկապես ձեր պատգամավորների կողմից հայ հեղափոխական դաշնակցությանը ուղղված այսպես ավելի մեծ առիթ ստեղծեցին բացահայտելու թե օրինակ դաշնակցությունը ինչ նպատակներ է հետապնդում, ինչից էր վիրավորված, վիրավորվելու առիթ ուներ, թե չուներ, որովհետև ձեր պատգամավորները գրեթե ամբողջությամբ արձագանքեցին ու
բոլորը այսպես լակները ուղղում էին հայ հեղափոխական դաշնակցությանը, որ սա թերևս այս քննարկումների խորհրդարանական այս քարորյաների ամենաստացված քարորյան էր, հաշվի առնելով այդ բովանդակային մասը։ Պարբերաբար 004 շրջաբերականը հիշեցվեց դաշնակցությանը ու այնուամենայնիվ քաղաքացիական պայմանագիրը խնդիր չտեսավ, թեև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեսել էր։ Իրականում շատ հետաքրքիր այո քննարկում ծավալվեց եւ այդ քննարկումը ի օգուտ հայ հեղափոխական դաշնակցության չէր։ Մեր գործընկերները որոշեցին Հակոբ Մովսեսին, այսպես ասած, քննադատել եւ մեղադրել իրենց վարկանիշը, չգիտեմ, իրենց բարի համբավը այդպես դուրս եկավ բարի համբավին արատավորելու համար, սակայն իրականում քննադատությունը հայ հեղափոխական դաշնակցության ավարտի եւ մահախոսականի մասին էր, որովհետեւ հայ հեղափոխական դաշնակցությունը տարիներ շարունակ գիտենք ինչով է զբաղվել եւ հիմա օրակարգ չունի, նախընտրական շրջան է եւ մեր հեղափոխական դաշնակցականները, հայ հեղափոխական դաշնակցականները չունեն օրակարգ, այս մարդիկ ինչ որ մի բանից պիտի խոսեն, ինչ որ ձևով պիտի հիշեցնեն իրենց գոյությունը, գուցեև ինչ որ մարդկանց հիշեցնեն, որ մենք այստեղ ենք, մեզ էլ հիշեք, որովհետեւ նախընտրական այս քննարկումներ են գնում, ով որտեղ պիտի հայտնվի եւ որոշեցին ատից ստեղծել եւ ստացվեց Հակոբ Մովսեսը ինչ որ բան է ասել, որ իրենց սրտով չէ եւ որոշեցին հիշել սահմանադրության մասին։ Եվ այս այն մարդիկ են, ովքեր սահմանադրության մասին չեն հիշել, երբ իրենց գործընկերներից մեկը Բագրատ Գալստանյանի հետ սահմանադրությունը սենց տրորելով անցնելով որոշել էր ահաբեկչական գործողություններ անել Երևանում, Հայաստանում, ավտոբուս էին վարում, էս էին, այդ ամեն ինչը նորմալ էր, սահմանադրական էր, իրենց համար որևէ խնդիր չկար եւ Հակոբ Մովսեսը ինչ որ բան է ասել։ Եվ իրենց գցեցին իրենց իսկ ծուղակը եւ լսեցին այն ամենը, ինչի մասին իրենք էլ լավ գիտեն, սակայն իրենք իրենց չեն ուզում խոստովանել, որպեսզի ավելի վատ չզգան։ Այս իրենց լարած ծուղակի մեջ հայտնվեցին։ Միանշանակ, որովհետև դաշնակցությունը իրենց սպառած, այլևս կենսունակությունից զուրկ եւ հայ հասարակությանը, Հայաստանի Հանրապետությունը ոչինչ տալու ունակ չէ։ Այս կուսակցությունը իր գործունեությունը պիտի դադարեցներ դեռևս վաղուց սեփական նախաձեռնությամբ միանշանակ, երբ իրենց գործընկերներն էին ասում, որ դաշնակցությունը այլևս անելիք չունի։ Բայց ցավոք նաև մյուս խորհրդարանում նույնպես հայտնվել, դուք տեսնում եք տարբեր քաղաքական դաշինքների տեսքով դա հնարավոր է, վերջերս էլ Ռոբերտ Քոչարյանն էր խոսում իհարկե առաջին տեղում իրեն տեսնելով բնականաբար այդ Ռոբերտ Քոչարյանի ողջ խմբակցությունը դաշնակցությունից է բաղկացած եւ Ռոբերտ Քոչարյանն էլ կարծում եմ վատ դաշնակցական չի դիրքավորվել որպես, ինքն էլ այդպես դաշնակցականի կեցվածքով դիրքավորված Էդ էր, ընդհանրապես էդ էր եւ խոսակցությունը հիմնականում ընթացավ դաշնակցության անցյալի, ներկայի եւ մշուշոտ ապագայի վերաբերյալ, որովհետեւ այդտեղ ապագա տեսնելը մի քիչ զարմանալի է։ Մենք քննարկեցինք, հիշեցինք տարբեր իրադարձություններ դաշնակցության 130-ամյակ կյանքից եւ հասկացանք թե ում հետ Կարծես հատուկ պատրաստվել էիք, որովհետև ելույթների պակաս չեղավ։ Իհարկե ելույթների պակաս չեղավ, նույնիսկ ես ինձ ստիպեցի եւ կարդացի իրենց ծրագիրը, ծրագրից որոշ հատվածներ հասկանալու համար ի վերջո այս մարդիկ ինչ են ուզում եւ պատվեց այն ինչ որ իրենք ուզում են անիրատեսական է եւ այն ինչ որ իրենք ուզում են ընդհանրապես այլևս չի կարող որպես կուսակցության ծրագիր գոյություն ունենալ եւ եթե մի կուսակցություն արհեստական ինտելեկտի 21-րդ դարի այս դարում դեռևս խոսում է անիրատեսական բաների մասին, անիրատեսական ծրագրերի մասին, իրենք շարունակեն մնալ, ես իմ ելույթում ասացի, իրենք ինչ-որ բարոյական Այսինքն չեք տեսնում հաջորդ խորհրդարանում Տիկին Դավոյանը։ Ես ընդհանրապես զերծ եմ մնում ասել, թե հաջորդ խորհրդարանում ում եմ տեսնում, ում չեմ տեսնում, մարդիկ տեսնում եւ գնահատում են։ Իր մարդիկ կորոշեն, ում տեսնեն եւ ում չտեսնեն։ Կարծում եմ պիտի երկար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դաշնակցությանը քվեարկելուց առաջ պիտի երկար մտածեն հասկանալու համար, թե ովքեր են եւ ուր են գնում, ընդհանրապես ինչ են ուզում։
Համենայն դեպս այն, որ նրանք չեն ուզում, Ուզում են որ իշխանության այս ազգադավ ծրագրերը կյանքի Այո, չկոչվեն, այսինքն, այո։ նրանց բնորոշումներն եմ տալիս, Այո։ ձեր վարած քաղաքականության քաղաքական կուրսի հետ ընդհանրապես համաձայն չեն։ Դե իրենք այո, որովհետև մեր վարած քաղաքական կուրսում իրենք ընդհանրապես շնչահեղձ կլինեն, որովհետև երբ մենք նախանշել ենք, որ մենք գնում ենք խաղաղության ճանապարհով, ազգի ազատագրման, ինչ որ գոյություն չունեցող ազատագրական ինչ որ բաների հետևից գնացող կուսակցությունը շնչահեղձ կլինի, կենսունակ չի լինի, որովհետև անելիք չունի։ Դրա համար մենք պիտի ազգադավ լինենք, որովհետև մենք խաղաղություն ենք ուզում։ Խաղաղությունը իրենց պլանների, իրենց տեսլականի եւ իրենց օրակարգի մեջ չի մտնում։ Խաղաղության ժամանակ իրենք անելիք չունեն։ Խաղաղության ժամանակ ում դեմ պիտի պայքարեն։ Ինչ պիտի անեն, այսինքն ծրագիր չունեն, նյութ չունեն խոսելու, ինչ պիտի անեն։ Պիտի սկսեն ասել, որ դուք ազգադավ եք, դուք այս պետությունը տանում եք կործանման, իրենց գործընկերներից մեկն ասեց, էս էլ կկորցնենք, էս մեր երկրին նկատի ունեք, էս էլ կկորցնենք, այդ ձեր թվացial խաղաղությունը ինչպես կարելի է խաղաղ ապրել թշնամիների հետ, բայց մենք թշնամիների հետ խաղաղություն ենք կնքել, որ այլևս թշնամություն չանենք, խաղաղ ապրենք։ Եվ մեկ անգամ չեմ ասել, հիմա էլ եմ ուզում ասել, այդ փարիսեցությունը եւ այս կեղծավորությունը իրենց շատ վատ տեղ է տանում, որովհետեւ Խորհրդային Հայաստանը շատ լավ ապրել է իր հարևանի հետ, մարդիկ 70 տարի շատ լավ ապրել են, մոռացել են նախկին դժբախտությունները, շատ ցավալի իրադարձություններ տեղի ունեցած մինչև 1920 թվական եւ մարդիկ հարևաններ ապրել են 70 տարի, ամուսնացել են, ընտանիքներ են կազմել, իսկ ինչի դաշնակներն են ժամանակ տեղ չունեին որ խոսեին եւ ասեին որ չէ մի արեք, թե վախենում էին որ կհայտնվեին բանտերում, հիմա քանի որ ազատ խոսք կա եւ իրենք կարող են ամեն ինչ ասել, խոսում են։ Մենք ունենալու ենք այդ խաղաղությունը, մենք ունենալու ենք այս խաղաղությունը եւ այս խաղաղությունը մեր երկիրը տանելու է զարգացման, որքան էլ որ դաշնակցությունը շարունակի այսպես հեվի-հև իր վերջին շնչում լինելով ասել, որ մենք ազգադավ իշխանություն ենք։ Իրենք խաղաղություն չուզող եւ խաղաղություն չունեցող պետությունում իրենց լավ զգացող ինչ որ մի մարդկանց խումբ են, որոնց պետք է կոնֆլիկտային իրավիճակ, որոնք այսպես շատ հարմարավետ զգան իրենց եւ խոսեն մեծ բաների մասին, ճոռոմ եւ պորոտախոսությամբ զբաղվեն։ Ընդհանրապես այդ Անտիկին դավան մենք տեսնում ենք, որ զուգահեռ խոշոր չափերով հարկերի վճարում եւ փողերի լվացում այսօր իրավապահները վաղ առավոտից Իզմիրլյան բժշկական կենտրոնում էին, Արմեն Չարչյանի աշխատասենյակում էին, փոխտնօրենի եւ համակարգիչներ են առգրավել, ինչ է տեղի ունենում, փաստաբանն էլ խոսում էր եւ տողատակում շատ ուրեմն պարզ հասկացվում էր, որ սա ընդհանրապես վերջին ամիսներին նշում էր, Հայաստանի իշխանությունների եկեղեցու դեմ իրականացվող արշավի շարունակություն կարելի է դիտարկել։ Գիտեք, նաև գումարներ են առգրավել եւ այլն։ Իրականում այդքան էլ տեղեկացված չեմ, լրահոսին ծանոթ չէի, ձեզնից լսեցի, նախ եկեղեցու դեմ որևէ մեկը արշավ չի սանձազերծել, եկեղեցին կապ չունի որոշ եկեղեցում գտնվող եկեղեցական հոտնջոնջվող անձանց հետ, պետք չի եկեղեցուն ներքաշել այս ամեն ինչի մեջ։ Ես զարմացա, որ չլսեցի քաղաքական հետապնդման մասին, որովհետև դա էլ կհաջորդի, քանի որ Հայաստանի Հանրապետությունում ով քրեական օրենսգրքի հետ խնդիրներ է լինում, որոշում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում, այդպես մի տենդենս կա եւ կարծում եմ շուտով դրան էլ ականատես կլինենք։ Կհետևեմ իրավապահների տարածած հաղորդագրություններին, չգիտեմ ինչի մասին է խոսքը, այնքանով գիտեմ, որքան որ դուք, եթե խնդիր կա, ապա այդ խնդիրը պիտի բացահայտվի եւ եթե իրավապահները հայտնվել են այդտեղ եւ ինչ որ խնդիր են տեսել եւ արտգրավում է տեղի ունեցել, ապա ուրեմն ահազանգ, թե ինչի մասին կլինի, ես կարծում եմ, որ հաջորդիվ կիմանանք, այն որ ընդհանրապես Կտրիժ Սիսյանի հետ կապված պիտի իմ կարծիքով, իմ խորին համոզմամբ
այն ֆինանսական հոսքերը, որոնք գալիս են դեպի մայրաթոր եւ չգիտես ուր են գնում, իմ կարծիքով դրանք Թափանցիկության կամ Ես միշտ կարծել եմ, որ այդտեղ պիտի հաշվետվողականություն լինի, որովհետեւ ես օրինակ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ինձ շատ հետաքրքիր է այն նվիրատուները, որոնք աշխարհի տարբեր ծայրերից հայրաքելական եկեղեցուն ոչ Կտրիչ Ներսիսյանին գումարներ են նվիրաբերում, այդ գումարները ինչպես են ծախսվում, ինչ արդյունավետությամբ են ծախսվում եւ ինչ են դառնում, երբ մենք նայում ենք մեր շուրջը եւ ասում ենք Հայաստանը թանգարան է, բայց երկնքի տակ տարբեր տեղերում եկեղեցիներ կան, ավերակներ կան եւ այդպես էլ մնում են վերանորոգվող ես շատ քիչ տեղեր եմ տեսել, որ եկեղեցին հոգա այն ավերակների եւ եկեղեցիների, այսպես մնացորդների մասին։ Ուր են գնում այդ փողերը։ Քանի որ եկեղեցու թեման բացվեց, նախ Տիկին Դավոյան ուր են գնում այդ փողերը մի բան է, այս զարգացումները դեպի ուր են գնում։ Մենք տեսնում ենք, որ Սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ նախորդային հայտարարությամբ հանդես եկան եկեղեցու ղեկավարության վրա հետևողական հարձակումները եւ նրա առաջնորդի հարկադրական հեռացման սպառնալիքները ուղղակի այսպես սպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար։ Գիտեք, այդ հեղինակներից էին Նուբար Աֆեյանը, ուրեմն Էնթոնի Բարսամյանը, այսինքն ազդեցիկ դեմքեր էին, հա։ Վաչե Գաբրաշը եւ այլն հիմա երբ ուրեմն նաեւ կա Սփյուռքի կողմից այսպիսի մտահոգություն հնարավոր է իշխանությունը նաեւ որոշակի վերանայումներ անի իր հետագա ուրեմն քայլերին գործողություններին գնալիս Բայց այստեղ էլի ձեր ասած հայտարարության մեջ շեշտվում է, չէ, եկեղեցու նկատմամբ, ախր եկեք տարանջատենք եկեղեցու նկատմամբ որևէ քննադատական խոսք չկա, կան մարդիկ, որոնք եկեղեցին տնօրինում են իրենց անձնական, այսպես, իրենց անձնականն է սարքել եկեղեցին եւ Կտրիչ Ներսիսյանն է մեր խնդիրը։ Եվ դրա համար կոչ են անում այս գործիչները կոչ են անում եկեղեցական կառավարման հետ կապված ցանկացած հարց լուծել եկեղեցու կառավարման մարմինների միջոցով մենք կոչ ենք անում կառավարությանը եւ եկեղեցուն լուծել բոլոր տարաձայնությունները հարգելով քաղաքական գործունեություն ու եկեղեցու առաքելության բաժանումը պաշտպանելով Սփյուռքի հայերի իրավունքը դավանելու իրենց հավատքը առանց կառավարության կողմից քաղաքական միջամտության ազդեցության։ Ես կուզենայի լսել այս մեր հարգարժան հայրենակիցների հայտարարությունը այն ժամանակ, երբ եկեղեցին հայտարարություն էր անում ընդդեմ Հայաստանի Հանրապետության իշխանությունների, ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության, երբ գլխավոր շտաբն էր հայտարարություն տարածում կառավարության դեմ, երբ Հայաստանում տեղի էին ունենում հայտնի իրադարձությունները նոյեմբերի 9-ից հետո եւ մեր հայրենակիցները լռում էին։ Որևէ մեկը չէր ասում այն ժամանակ եկեղեցականներին մի խառնվեք պետական գործերին, դուք ձեր դերում մնացեք, դուք եթե չեք կարողանում օգնել, ապա մի էլ խանգարեք։ Ես կարծում եմ, որ այստեղ մենք կա եկեղեցու բարենորոգման խորհուրդ եւ իրենք ներսից իրենք տեսնում են իրենց խնդիրները, իրենք խոսում են իրենց խնդիրների մասին եւ այդ խնդիրների լուծման ուղղված քայլեր են ձեռնարկում։ Հետեւաբար ես ուզում եմ, որ մեր բոլոր հայրենակիցները լինեն գոնե առավելագույնս օբյեկտիվ եւ ճիշտ գնահատեն իրավիճակները։ Իսկ լավ, այսպես այս հայտարարության ինչպես է արձագանքում բացի այն, որ իսկ նրանք այն ժամանակ ինչու մի խոսք չասացին, երբ եկեղեցին այսպես անմիջականորեն քաղաքական ուրեմն քաղաքականությանն էր խառնվում, քաղաքական հայտարարություններ էր անում։ Հիմա այս մարդիկ առաջարկում են ըստ էության կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծել։ Շնորհակալություն առաջարկի համար։ Կընդունեք գիտությունը։ Մենք լսեցինք առաջարկությունը եւ կա եկեղեցու բարենորոգման խորհուրդ։ Հա, լուծումը ինչպես եք տեսնում, լավ Տիկին Դավոյան, որովհետեւ ես չեք նկատում, որ փակուղային է իրավիճակը։ Գիտեք ինչ առումով, որ օրինակ սրանից մի քանի շաբաթ առաջ օրինակ ազդեցիկ էր, չէ, 30 քահանաներ ահա միացան այս եպիսկոպոսներին։ Հիմա այս եպիսկոպոսներն էլ пассив են, անգամ չեմ հիշում վերջին անգամ երբ են հայտարարություն տարածել։ Առաջիկայում էլ գիտեք եպիսկոպոսած ժողովն է, որը Հայաստանի սահմաններից դուրս է տեղի ունենալու։ Եկեղեցին կամ վեհապարը շարունակում է իր գործունեությունն ու գործողություններն իրականացնել, իշխանություններն իր հայտարարություններն է անում, բայց խնդիրը մնում է չլուծված։ Գոնե այն խնդիրը, որ ձևակերպել եք բարենորոգման, դրա ուղղությամբ կարծեք թե քայլեր
չեն իրականացվում կամ ինչպես եք տեսնում այդ խնդրի լուծումը։ Լավ, ամեն Կիրակի գնացեք պատարակի, բայց դրանից խնդիրը լուծվում է, թե կմնա այսպես արկախված։ Ես կարծում եմ, որ երբ որ կա խնդիր, երբ մարդիկ գնում են այդ խնդրի լուծման ճանապարհով, պետք չէ անընդհատ սպասել, որ այս խնդիրը այսօր կլուծվի, վաղը կլուծվի։ Խնդիրը կա եւ խնդիրը պիտի լուծվի, եւ խնդրի լուծման ճանապարհները կան եւ վստահաբար խնդիրը լուծվելու։ Ես բազմիցս եմ ասել եւ հիմա էլ եմ ասում, որ այո, եկեղեցին պիտի ազատագրվի այս տիպի մարդկանցից, Կտիժ Ներսիսյանից եւ իր մոտակայքում գտնվող մարդկանցից եւ եկեղեցին պիտի գնա այն ճանապարհով, ինչ ճանապարհով, որ տեսնում են այն եպիսկոպոսները, որոնք խնդիրներ են մատնանշում եւ այդպես էլ լինելու է։ Ժամանակի հարց է։ Մինչև ընտրություններ կլուծեք այս հարցը։ Ես չեմ կարող որևէ բան ասել, որևէ մեկ ասել է, որ մինչև ընտրությունները այդ հարցը լուծվելու է։ Ես հարցնում եմ ձեզ իբրև իշխանության ներկայացուցիչ, այն ներսում երբ քննարկումներ եք անում, Մենք քննարկումներ չենք անում, քննարկումներ բարենորոգման խորհրդում են անում եւ հայտարարություններ են տարածում։ չեք քննարկում իշխանություն, եկեղեցի ստեղծված իրավիճակը։ Այդ քննարկումները ամեն տեղ էլ լինում են, այստեղ էլ են լինում, մենք իրար միասին ենք քննարկում եւ առաջի անգամ չենք քննարկում եւ ես կարծում եմ, որ իրենց կատարած աշխատանքի եւ հաջողությունների եւ ընդհանրապես տեղի ունեցող իրավիճակների մասին բարենորոգման խորհուրդը հայտարարություններ կտարածի եւ մենք կհետևենք։ Տիկին Դավոյան, Սամվել Կարապետյանը այսպես հնարավոր է ըստ էության վարչապետի թեկնածուն է, մենք տեսնում ենք ինչպես երեք տեղի ունեցավ համագումարը ուժեղ Հայաստանի եւ փաստորեն հայտարարվեց վարչապետի թեկնածու, ըստ էության նրանք շրջանցելու են սահմանադրությունը եւ նկատի ունեմ այդ մեր ձևով կասենք կամ ուրեմն ուժեղ Հայաստան կասենք, ինչ է ստացվում եւ եթե Սամվել Կարապետյանի ուրեմն դեմքով է ներկայանում այդ կուսակցությունը, որովհետեւ մինչեւ հիմա չէր խոսվում այդ մասին եւ ավելի շատ Նարեկ Կարապետյանի անունն էր, ձեզ հիմնական ռեալ մրցակից տեսնում եք։ Ես չեմ ուզում մանրամասնել, ինձ առանձնապես երկար խոսելու կարիք չեմ տեսնում, սովորական ընդդիմադիր ուժ է ձևավորվել, հերթական եւ անդրադառնալ մանրամասնել կարիք չկա։ Իրենք թող խոսեն, բացատրեն ինչպես են տեսնում, ինչ են տեսնում։ Դե, բայց տեսակ ասում են, տեսեք ինչքան մարդեր հավաքվել, որքան աջակիցներ ունենք մենք եւ զարմանում են ինչու՞ չեք արձագանքում իդեպ Երևանից քար լռություն եք պահպանում նրանց հետ կապված բացառությամբ այսօր մի քանի падգամավոր խորհրդարանում նախարար շրջանցել են եւ տեսանք որ միայն Ռուբեն Ռուբինյանն էր ասել որ Հովհաննես Այվազովսկին նույնքան կարող է լինել վարչապետի տեխնացու որքան ռուսաստանցի բիզնեսմենը։ Դե պարոն Ռուբինյանն արդեն ասել է, առանձնապես ուշագրավ ոչինչ չեմ տեսնում, ուշագրավ ոչինչ տեղի չի ունեցել։ Գուցե մտահոգ եք դրա համար չեք արտահայտվում։ Ահա պետք է շարքային իրադարձություն է տեղի ունեցել մի ուժի համագումար ընդհանրեն այդքան բան թե այդպես մանրամասն կարծում եմ ավելի հետաքրքիր բաներից կարող ենք խոսել։ Լավ, Տիկին Դավոյան քվեարկությունն ընթանում է, կամփոփվեն արդյունքները առաջիկայում եւ ձեր գնահատման ակնկալներ լինելու են մարդիկ, որոնք շատ հավանական է լինեին այդ ցանկում, բայց օրինակ չեն լինի։ Գիտեք, մեր կուսակցության ընտրությունները միշտ հետաքրքիր են եւ միշտ անկանխատեսելի եւ այսպես ենթադրել թե ինչ տեղի կունենա, ովքեր կլինեն առաջին տեղերում, ովքեր չեն լինի, ես կարծում եմ շատ անիմաստ է քննարկել, որովհետեւ միշտ անկանխատեսելի են մեր ընտրությունները եւ բոլորս դա գիտենք, հենց սկզբից էլ այդպես է եղել։ Պրոցեսն է շատ հետաքրքիր, որ մենք այսպես ժողովրդավար ճանապարհով ընտրում ենք մեր ցուցակը, ցուցակի առաջին համարներն են արդեն տեսանելի են, այսինքն ամեն ինչ տեղի ունենում կուսակցականների միջոցով, որը ես կարծում եմ շատ կարևոր է նաև կուսակցության կայացման համար, կուսակցության եւ բոլոր կուսակցականների համար շատ կարևոր է։
Տիկին Դավոյան, մարտի 1-ի գործով էլ այսօր պարզացավ, որ նոր մեղադրյալ կա, մեղադրյալներ կան, այն ժամանակվա ուրեմն եւ նաեւ հեղափոխական ոստիկանապետ Վալերի Օսիպյաններ, Ռոբերտ Մելքոնյաններ, ուրեմն Ռոբերտ Մելքոնյանի անունն է շոշափվում, մենք ընդհանրապես այս գործի հետ կապված սպասումները շատ մեծ էին եւ որևէ կերպ այդ սպասումները չեն արդարացվել։ Հիմա երբ այսպես ժամանակ առ ժամանակ այսպիսի մի հայտարարություն է լինում մարտի 1-ի գործի հետ կապված, սա պարզապես հանրությանը հիշեցնելու թե ստեղծելու գործի իմիտացիա, որ այնուամենայնիվ ինչ որ բան տեղի ունենում այս գործի շրջանակներում։ Եթե ամփոփենք։ Եթե ամփոփենք, ես ասեմ, որ այս գործի հետ կապված ես նույնպես շատ մեծ սպասումներ եմ ունեցել եւ շարունակում եմ ունենալ, որովհետեւ մենք եկել ենք իշխանության, այս գործը վերաբացվել է, սկսվել են քննություն է գնացել եւ հրապարակային է եղել շատ ու շատ այդ նիստերը, բոլորի սպասումները եւ զոհերի ծնողների, հարազատների սպասումները։ Ես կարող եմ իմ անձնական կարծիքն ասել, ես այսպես չեմ պատկերացրել եւ որովհետեւ երբ խոսում ենք փաստաբանների հետ, ուժող կողմերի հետ, մարդիկ պատմում են եւ բազմահատորանոց քրեական գործ կա եւ այդ բազմահատորանոց քրեական գործը այսպես մնալ եւ մի տարի անցնում եւ որևէ օրինակ, ասենք մի տարվա մեջ մի թեթև հաղորդագրություն է լինում, լսումներ տեղի ունեցավ ազգային ժողովում մարտի 1-ի գործը։ Ընդունում եք, որ այս հարցով ձախողել եք Տիկին Դավոյան։ Ես ունեմ մտահոգություններ եւ ես չեմ կարող չհայտնել իմ մտահոգությունները այս քննության հետ կապված, որովհետեւ կա հստակ դեպք եւ իր բոլոր հետևանքներով բոլորս ականատես ենք եղել, այնպես չի, որ սրանից 100 տարի առաջ է տեղի ունեցել եւ ականատեսներն այլևս գոյություն չունեն։ Ես մտահոգված եմ այս գործի առումով եւ այսօր երբ իհայտ եկան այս երկու նոր մեղադրյալներ կարծես, ասացիք, ես այդպես հպանցիկ եմ կարդացել, ես չգիտեմ սա ինչ կտա արդյունքի, սա ինչ ազդեցություն կունենա արդյունքի վրա։ Իսկ բոլորին հետաքրքիր է ավարտը այս գործի եւ արդյունքները։ Ինձ, ես կարծում եմ ձեզ եւ բոլորին, որովհետեւ մենք 2018 թվականից սպասում ենք այս գործի հանգուցալուծմանը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հետ։